Ադամյան Ռուբեն, քաղաք Գյումրից, Նորավան թաղամասի բնակիչ եմ։ 2008 թվականին ես առել եմ Աջուրտով հողատարածք, որը բնակելի տուն կառուցելու համար է։ Իրանք առել են 2009 թվականին որպես սպասարկման ժամանակավոր տաղավար։ Ես կառուցել եմ բնակելի տուն, այդ ժամանակ ինձ տադի տվեցին, կուզեին հողի աջուրտ ջրյակ համարեն, որ տունը քանդեն, այդ չստացվավ մոդները։ Հետո իրանք խանութ են իրանց նախագիծը, որպես սպասարկման կետ են տվել, այդ նախագիծն է Միքայելյան Ժառայի մոդը, քաղաքաշինության տեսությունը, ես իմ աչքով եմ տեսել ինչ նախագիծ է, որպես սպասարկման կետ խանութ կառուցելու համար։ Մարդը կառուցեցին դեռ վաբորենի ձեր սպասարկման կետ, որի իրավունք չունեն, առհասարակ մինչև բնակելի տան տիրոջից համաձայնություն չունենան, իրավունք չկա, ոչ քաղաքապետարանը թողար սարքելու, ոչ իրանք թողային, ոչ քաղաքաշինության տեսությունը թողարը, որ իրանք ձեր սպասարկում սարքեն։ Դեռ ինձ ձեր սպասարկում սարքեցին, ինձ հետո տունս հանին կարմիրքից, որ չկրանամ տուն սեփականաշինորեն, հետո իմացա, որ ինչով գնաց է սա Գյումրի քաղաքի չափագրողներին այսօր, չերտակ չափագրել տվյալ տարածքը, որ չկնանա սեփականաշինորեն, ու մինչև առեսօր չեմ կրնա այդ տունը սեփականաշինորեն։ Մոյկա բացես պատից կբաց, որ առավոտ ժամը 6-ից կբացվի մինչև օրինակ 3 գիշերը ժամը 12-ը դա բաց էր։ Տվյալ մարդը ումոր պատկան է սերվիզը, Սարիկ Մինասյանն է, իր աղբորը, իր հորը, իրեք իրար են։ Բայց գրանցված է, որպես Սարիկ Մինասյանի աղբոր անունով։ Գոլյա Մինասյանի անունով է գրանցված։ Այս մարդիկ ամեն ինչ կենեն, որ այս տունը որպես օրինական չկրնանամ սեփականաշինորեն, որ հետո խնդիրներ ունենամ, սերվիզը չկրնանամ, փակերտամ, սեմ բացեք ձեր ինչ նախագիծ եղել է խանութը, տվյալ խանութը բացեք աշխատել է, ոչ թե սերվիզը աշխատել։ Մոյկեն տանես կբաց է, ժամ 6-ին մարդուկ կանք բացեն, ժամը գիշերվա 1000-ը կփակեն, ով եղել է մինչև 1-2-ը բաց է եղել։ Քան անգամ զգուշացրեցի, մարդիկ բանտեղ չտերին, տենը քարտերեցի, որ հասկանան, որ չի կարելի ժամ 6-ին բացել, մարդը հանգիստը խանգարել։ Այս մարդիկ եկան, քարերը նկարեցին, տարան կումայրի բաժին ներկայացրին, բայց այս փողոք որ չեմ թողա աշխատի տվյալ կառույցը։ Եկան թուղթ համասը կուզեցին, կուգդավորեն է, հանի դեռ օրինական թղթերս ցույց տվեցի, շինգծություն, նախագիծ, ԱՊԶ, շինարարության մայրցան, ակին տակմենտայց ցույց տվեցի, հնի իմս օրինական է, թե անօրինական, իրանով է թողը ստեղծել սպասարկում սարքել։ Մի գործը կազմել են, իմ կարծիքովս գնացել է դատախազություն։ Իրանք չեն մտածել, սեփական տնից տվյալ սերվիզը 15 մետր հեռավորության վրա էր, որի պատասխանը 22 թվականին քաղաքաշինության հագարակության տեսությունից ունում որ քաղաքապետարանը սխալ որոշում է կայացրել, թողել է ձեր սպասարկման կետ տվյալ տարածքում սարքվելու։ Այդ ժամանակ Սարիկ Մինասյանը աշխատել է քաղաքապետարանում, կապեր ունեցել 14 թվականին որ դիմում տվեց Սովիկ Աբրամյանին այն ժամանակ վարչապետ էր, օրենքը միջնորդ էր։ Եկա քաղաքապետարան, ճարտարապետին տեսա Կասպարյան Հենդոն։ Կասպարյան Հենդոն սաղ թե դիմում մագագարաձե Ղուգասյան Լովայի մոդը հողորմազի գեղնի, գնացի Լովային ինչ դոկումենտ է պետք, որ բերեմ որ թղթերս օրինական առաջերտա դարավ Ղուգասյան Լովանը սաղ ինչ գործ ունի սեփական տունը սերվիզի կողքը ով է թողել Սիկանել է սի Ղուգասյան Լովա Սա առաջինը ես եմ առել նախագիծ շինթեզողություն ամեն ինչ ունեցել եմ օրինական սարքել եմ հետո կավորունին թուղթ է տվել որ ինքը կրնանա սարքե սերվիս ավորենին օրինականացնես ես ինձ ձերեկեն գործը չենք ենել նախանցած տարի էր բերի նորից սաղ չապագարում թղթեր տվի Սահակյան հովոյինով էներ քան անգամ դիմեցի չերավ թղթերս իրամոդներ դիմումով չեմ երել բանավորը մերը գերի վարչապետին որ կոնեմ էլի վարչապետը միջնորդային է, մարդ չղայնացավ սաղկյակը էլիս վարչապետին, թակազանն վարչապետի վայրենները, քաղաքապետի վայրենները, կու գործըտ քրտ չեմ էլի, Սարիկին եբ համաձայնություն տվիր, այդ ժամանակը ես քեզի օրինական տունը սեփականացնում եմ, չէ չեմ էլի, վելա Սամսոնյանի մոդը, Սամսոնյան, մարդը թքին վարչապետի վայրենը, քաղաքապետի վայրենը, վը ինչեղ սիտպես, կանքից էշ չխոսած
գլուխը կախեց, սա չգիտեմ ինչ ենեմ։ Ու գործս պես մնացել է եղավ 10 թվից մինչև արդեն 25 թիվն է, տունը չեմ կրնա օրինական, ինձ պետք չէ որպես ինքնական շինություն։ Ես կամ փող եմ ծախսել ավարտական ակտն ինձ պետք որ ես ավարտական ակտով մտնեմ կատաստր սեփականաշինարարական բաժանական վերցնեմ։ Ես այդքան փողը ծախսել եմ, սաղճեղեմ թափեմ, դու երագի քարակի գումար նորից ծախսեմ, ինչ որ ինքնական շինություն ունեմ, ինքնական, մեն ժամանակ կենեք ինքնական։ Ինչ դեր այդքան փողը ծախսի օրինական երեցի։ Գյումրիում Չեխով փողոցի 6-2 հասցեն է։ Նեժդեի հրաբարագին հարագիծը։ Փողը դիմումն է կրել է Սարիգի ծանողը, Սամվել Մինասյանը։ Բովանդակությունը խաթարում է մեր աշխատանքը։ Այսինքն ես իրանց աշխատանքը կխաթարեմ, չեմ թողամ մոյքեն ժամը վերցին բացեմ, որ իրավունքը вообще չկանի, առաջի երդմիտեղ, ծեղ սպասարկմանկեց կարծելու, թե ինչ են թողել, չիտեմ։ Ես այզաններին դիմել եմ քաղաքաշինության տեսություն, կոմիտե, դիմել եմ միտադախարություն, նգը նախարարություն, մարդու իրավունքների նախարարություն, քաղաքապետարանել եմ շատ եկե կնացել, վարչապետինել եմ դիմե, այստեղ հեչ մի արդյունքում չկանի է։ Մի վերջի տարբերակը կմնա դատարան դիմեմ արդեն, պատասխանները հավաքեմ տեսնում ինչ է, մտնեմ դատարան, որ հարցը դուծում ստանանք։ Սերվիզի աշխատանքը կասեցնել, տունսը օրինական, ավարտական ակտով կրնանանք սեփականաշինորեն։ Ինձ ինքնական շինություն որպես պետք չէ։ 10 թվին սեփականաշինորեն է բաժանելով։ Կատաստրոֆան դիչենել դիք։ Որովհետև մինչև համաձայնության թուղթերն մեջը իրանք չդի գրանցեն այդ տարածքը որպես սեփականություն։